Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա իր հարձակումները և կհարվածի Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի ռազմաբազաներին։ Այս մասին CNN-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը իրանական գործողություններից, իր հերթին կտեսնի, որ իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան նոր թիրախներ։ Ավելի վաղ ամերիկյան և իսրայելական աղբյուրները CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ զինված ուժերը օգնել են Իսրայելի վրա արձակված իրանական հրթիռները կասեցնելուն։ Իսրայելական աղբյուրը CNN-ին ասել է, որ տարածաշրջանի այլ երկրներ նույնպես աջակցել են Իսրայելի օդային պաշտպանությանը։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. Իրան-Իսրայել պատերազմ օր երկրորդ, միայն ամենակարևորը։ Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան։ Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը, այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Տարածաշրջանային բոլոր ուժերը սպասման մեջ են, պատրաստ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարների, մինչև ամենավատը՝ լայնածավալ պատերազմի։ Իրանի թշնամիները փորձում են ոչ միայն հարվածել կարևորագույն ռազմական միջուկային ենթակառուցվածքներին, այլև նպատակ են դրել թուլացնել իրանական իշխանության դիրքերը և տապալել այն։ Այս մասին ուղիղ հայտարարում է Իսրայելի վարչապետը։ Սա բնականաբար ոչ թե պարզապես իշխանափոխության սցենար է, այլ իրանական պետությունը կազմաքանդելու նպատակ է հետապնդում և կարող է հանգեցնել Իրանի սիրիացման աղետալի մասշտաբների փոփոխություններով։ Վերոնշյալ ուղղությամբ զարգացումներում հատկապես էական է լինելու տարիներով Իրանի տարածքում գործող պանթյուրքական խմբավորումների գործակալների դերը։ Վերջիններս, որոնց համակարգմամբ զբաղվում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետք է փորձեն պետության դեմ հանել թյուրքախոսներին երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում։ Անջատողական այդ գործողությունները լիարժեք համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերին։ Իրանական պետության թուլացումը ցանկացած մասշտաբով ու ձևաչափով ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, ինչն էլ իր հերթին բերելու է մեզ վրա վերջիններիս ճնշման շեշտակի մեծացման, դարձյալ ամենավատ հետևանքներով։ Ցավոք, այս պահին զարգացումը դեպի այդ կողմ է ընթանում։ Եվ վերջում, Հայաստանի սահմանների երկայնքով գլոբալ ծավալների պատերազմական գործողություններ են, որոնք ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, իսկ անցնող 48 ժամվա ընթացքում Հայաստանում անվտանգության համար պատասխանատուները կրկնում եմ, ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել, բավարարվելով հերթապահ ու կարճլիկ մամուլի հաղորդագրություններով։ Բա սա եկեղեցու վրա հարձակվելու թեման հո չի, որ դե ֆակտո իշխանության կողմից օրվա մեջ 10 գրառում ու հայտարարություն արվի։ Կարծում եմ կռահում եք, թե սա որքան վատ է։ Իրավիճակն ավելի է սրվելու։ Իսրայելը փորձելու է այլևս ամեն գնով Իրանում իշխանափոխություն իրականացնել։ Դրա համար փորձ է արվելու երկիրն ապակայունացնել ներսից, զանգվածներ դուրս բերելու ուղով։ Այդպիսի կոչ Իրանի ժողովրդին արդենից կարել է Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին, ամերիկաբնակ Ռեզա Փահլավին։ Իսրայելը գրեթե գրավել է ողջ Գազան, ոչնչացրել է Համասը, գլխատել ու ջլատել է Հիզբալլան, ծնկի է բերել հութիներին, որոնց հայերը ռսավարի ռուսիտ են ասում և կոտրել է Սիրիայի ռազմական ողնաշարը։ Միակ արգելապատնեշը ապահով զգալու ողջ տարածաշրջանում այսօր Իսրայելը համարում է Իրանը։ Իրանում իշխանափոխությունը նաև Նաթանյահուի համար իր իշխանությունը երկարաձգելու լուրջ մեխանիզմ է։ Իսրայելը անպայմանորեն օգտագործելու է իր քաղաքների վրա իրանական հակահարձակումը իր մաքսիմում ծրագիրն իրականացնելու համար։ Իսրայելը լավ հասկանում է, որ Թրամփի վարչակազմն իր համար եզակի հնարավորության պատուհան է բացել լուծելու Իրանի խնդիրը, որի համար քրեդիտ և փառք ստանալուց չի խորշելու նաև հենց ինքը, նախագահ Թրամփը։ Իսրայելը հասկանում է նաև, որ հիմա պահն է մեկընդմիշտ լուծելու Իրանի խնդիրը և տարածաշրջանում դառնալու անգերազանցելի և անխոցելի ուժ, ու ամեն բան անելու է դրա համար։ Միաժամանակ Թեհրանում հասկանում են, որ սա այլևս
այաթոլլաների իշխանության մնալու փորձաքարն է, եւ իշխանությունը նույնպես գործադրելու է իր ողջ պոտենցիալը երկիրը տանուլ չտալու համար։ Ադրբեջանն իր հերթին այս քաոսից անպայմանորեն օգտվելու է, եթե իրավիճակը չսարճի։ Ակնհայտորեն Բաքուն արդեն իսկ պայմանավորվածություններ ունի խաղացող բոլոր կողմերի հետ Հայաստանը արագ արշավանքով մասնատել կլանելու վերաբերյալ եւ հետևում է Իրան-Իսրայել բախմանը իր աստեղային ժամին սպասելով։ Այս ողջ պարադիգմում ամենակարևոր գործոնը սակայն Իրանի ժողովուրդն է։ Կախված նրանից, թե իրանցիները կպաշտպանեն սեփական իշխանությունը, թե դեմ դուրս կգան դրան, կորոշվի այս կոնֆլիկտի միանշանակ ելքը։ Իսկ մինչ այդ դեռ ջրեր կան հոսելու, դեռ արյուն կա հեղվելու։ Իսկ Հայաստանում կաթողիկոսի անզուսպ ամորձիների հարցն է քննարկվում։ Իսկ Երևանի փնթի կաֆեներում շարունակվում է գինի լակվել եւ համեղ, բայց զզվելի քաբաբ խեղդվել։ Չէ որ քաբաբն է կյանքի իմաստը եւ հայրենիքի գինը։ Իսկ ուրիշները թող կենաց ու մահու կռիվ մղեն։ Հայաստանում բալքիմ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի, ախպեր։ Facebook-յան իր էջում գրում է Հայկ Մարտիրոսյանը։ Մեդիալաբի հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Տիկին Հայրապետյան, քանի որ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին արվող հայտարարությունները եկեղեցու եւ հոգեվորականների վերաբերյալ նաեւ ադրբեջանական հարթակներում են լայնորեն քննարկվում եւ տարածվում, կխնդրեմ մանրամասնեք, թե ինչով է պայմանավորված այդ հետաքրքրությունը եւ ինչպես են այնտեղ մեկնաբանում այդ ամենը։ Նախքան այդ ես հիշեցնեմ մի կարևոր հանգամանք։ Մայիսի 22-ին մինչ եկեղեցու դեմ այս արշավի մեկնարկը Ադրբեջանում Կովկասի մուսուլմանների վարչության ավականու նիստ է հրավիրում, որին մասնակցում է նաև այդ գրասենյակի ղեկավար Ալլահ Շուքյուր Փաշազադեն, որն էլ այդ նիստի ժամանակ հայտարարում է, որ հայ եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրների համար։ Այդտեղ նա հայ եկեղեցուն մեղադրում է հիվանդ հայկական ֆանտազիաների իրագործման հարցում իր գործունեության համար եւ նաեւ նշում է, թե կեղծիք են տարածում, որ առաջին քրիստոնյաներն են աշխարհում։ Այսինքն բավականին ագրեսիվ, կրոնական ատելություն հրահրող ելույթ էր։ Հայաստանի ոչ մի պատկան մարմին դրան չարձագանքեց, միայն Մայրաթորն արձագանքեց եւ դրանից կարճ ժամանակ անց մայիսի 27-ից 29-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի է ունենում բավականին լայնածավալ միջազգային համաժողով կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումն Արցախում թեմայով։ Հենց այդ օրերին Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հիշում է համալիրում տեղի ունեցած հարսանիքը, որոշում է արձագանքել դրա հետ կապված գրառումներին, ընդ որում այդ թեմայի շուրջ քննարկումներն արդեն մարել էին եւ այդ տիրույթում չուլանացված է կոչում հայկական եկեղեցիները եւ արտասուրբ անվանում մեր հոգևորականներին։ Այսինքն այս ամենը տեղի է ունենում Փաշազադեի ելույթից 7 օր անց եւ այդ թեման արդեն արձագանքներ է գտնում եւ տեղափոխվում շատ ավելի խուլիգանական հայրհոյանքներ պարունակող դաշտ։ Իմ համոզմամբ այս ամենի սկզբն աղբյուրն Ադրբեջանում է, որովհետև Ադրբեջանն էականորեն անհանգստացել է Շվեյցարիայում տեղի ունեցող համաժողովից, ընդ որում երբ Փաշազադեն ելույթ էր ունենում, այս համաժողովի մասին հաստատված որևէ տեղեկություն չկար, բայց նրանք վստահորեն տիրապետում էին այդ տեղեկատվությանը եւ արդեն նախահարցակ էին եղել։ Փաշինյանի ելույթները շատ հարմար գործիք են ադրբեջանցիների համար, որպեսզի քրիստոնեության, քրիստոնեական արժեքների վերաբերյալ տարբեր դերակատարների, այդ թվում եկեղեցու ջանքերը կարողանան ամբողջությամբ իջիկ դարձնել։ Ադրբեջանում չեն կարողանում անգամ իրենց հրճվանքը զսպել, շատ ակտիվ գրում են, որ Փաշինյանի ասածներն իրենք շատ ակտիվ կօգտագործեն, որովհետև հայ եկեղեցին իրենք համարում են ռևանշիստական եւ հիմա Փաշինյանը պայքարում է ռևանշիստական եւ ֆաշիստական եկեղեցու դեմ։ Բնական է Փաշինյանը նման բառեր չի կարող կիրառել, ինքն էլ մտել է այլ դաշտ, արժե զրկելու հոգևորականներին, կաթողիկոսին, արժե զրկելու նրա ջանքերը, գործերը։ Եթե հիշեք, ապա ԱՄՆ նախագահ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամայի հետ խոսեց քրիստոնյաների իրավունքների մասին։ Դա խոսում է ունեցած լավ կապերի մասին, որոնք ես վստահ եմ, օգտագործվելու է իշա հայոց պետության, իսկ դա միանշանակ անհանգստացրել է Ադրբեջանին եւ գործի են դրել իրենց գլխավոր գործիքը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։
Այսինքն Փաշինյանի այս հայտարարությունները ուղիղ կապում եք Ադրբեջանի հետ, ճիշտ է։ Այո, եկեղեցու գործունեության հետ կապված եւ քրիստոնեության թեմայի, որովհետեւ պարբերաբար հնչում է, որ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին Աստվածաշունչ նարեկացի չեն տալիս, այսինքն մերժում են հավատքի հետ կապված գրականություն տրամադրել։ Ադրբեջանի նոր փաստարկներ են անհրաժեշտ եկեղեցու դեմ, իսկ այդ փաստարկները ստեղծում են Փաշինյանի գրառումները։ Պետք է հասկանալ, թե իրականում այս ամենի նպատակը որն է եւ այդ տիրույթից արձագանքել, ոչ թե մտնել կոնկրետ թելադրվող բառամթերքի եւ քննարկումների դաշտ, որովհետեւ այդ պարագայում չեն կարող լինել որևէ բովանդակություն եւ առարկայական քննարկում։ Տիկին Հայրապետյան, այսինքն հիմնական թիրախն ամենայն հայոց կաթողիկոսն է։ Հիմնական թիրախը կաթողիկոսն է, բայց առհասարակ հայ առաքելական եկեղեցին իր տարբեր կառույցներով։ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը եւս շատ կարևոր եւ էական կապեր ունի։ Փաշինյանի այս վարքը մեծ մասամբ խախտում է այն բոլոր կոնվենցիաները, որոնք հայկական կողմն ընդունել է, դառնալով միջազգային տարբեր կառույցների անդամ, իսկ այդ կոնվենցիաները պարտադրում են չմիջամտել կրոնական գործերին եւ հավատքի հետ կապված հարցերին, ինչն այսօր անում է ՀՀ վարչապետը։